ոսկի աշունը, բայց ոչ ոսկով էլի, տերևաթափի ժամանակն է ոսկին լեմ։ Պատահում անենց, որ վերև ես նա միրնես պատկեր ես դերնում, որ հրաշք է։ Իհարկե անպամացության ժամանակ էլի։ Բնությունն ամեն ինչ շնորհ տվել է, բայց ես ոչ մի բան չկարացի հասցնեմ լավ ջոգեմ։ Դե բոլորին էլ նույնը տալիս է, բայց զարգացումը մեկն ալն է։ Ինձ երաժշտություններ տվել, սպորտներ տվել, նկարչություններ տվել, բայց ամենալավը ընտրվեց վերջում անասնապահությունը։ Այդ է կյանքը, եթե չպահենք, պետք է գնանք ուրիշի աղաքին նոքյարություն անենք, ավելի չի լավ։ Մեր համար մեր անասունը պահենք, քան թե գնանք ուրիշի աղաքին փոդր բան անենք, աշխատենք շինարարության վրա, թե 8-ից 8-ը պետք է աշխատեմ, բայց ըստի իմ կամքին է, կուզեմ 8-ին կգթեմ, կուզեմ 9-ին կգթեմ։ Կուզենայի շատ ներողություն ճակերտավոր ասած հասնեինք այն բանին, որ զավոդներն են մի տեղ էլ մենք դիրեկտոր աշխատեինք, բայց հիմա իմ դիրեկտորությունն ստեղ է։ Շատ է գոհ եմ, ինչու չեմ գոհ։ Փառք Աստծո, այն որ ասում են ինքդ քո դիրեկտորն էլ տնօրենն էլ ես, քո բանվորն էլ ես, հիմա մերն այդպես։ Գյուղի պես տեղ է, էլի լույսը կա, ջուրը կա, ամեն ինչը կա։ Կարևորն էլ է դա, էլ ինչ ամնամ։ Աղոտը կա անասունի։ Դսեղը առաջները մեր պապերից էլ շուտ նրանք են ուզացել վերցնեն, էդ էլ չեն կարացել։ Եվ մեր պապեր ավելի են ուժեղել։ Դե ես մինչև իմ ուժի պատածը կանեմ, ինձանից հետո թե տղես կպահի, չի պահի, էլ ինքը գիտի։ Ես մի չեմ կարա, որ վերացնեմ, դեռ ուժս պատում եմ, որ արդեն չեմ կարող ուժս պարա, ինդով ինքը գիտի իա գործը, ինչ կարանք անենք։ Հնիկվա ջահելությունը չի պահամ, չիմ ուզում են լավ ապրեն, լավ տունը լի, ավտոն տակինը լի, սաղ ջահելությունն է տա։ Թե որ երկնքից կիչնի, չէ, պետք է աշխատես, չէ, աշխատանքով։ Ասում գնանք Ռուսաստան աշխատենք։ Խոնդի թափա չի, ընդելա չէ աշխատողի։ Աստիել աշխատես կունենա։ Այսօր ջիգտ ենք անին կախա անտավոտի։ Հա, դե չարչարանք շատ է, աղջիկ ջան, բայց դե որ չանենք, որ մի անգամ գնանք մեկից հաց ուզենք, այդ չի կարելի։ Ավելի լավ է աշխատես, դուք էլացով ապրես, ավելի լավ է, քան թե գնաս ջերդ դեմանես, ասես ինձ 100 դրամ, դու մի խումը հաց առնեմ։ Էտա, մոտ կորեցու կյանքն է, սարերն ինձ կանչում են, կարոնը գալիս արդեն պետքա վեշը հավաքես բարձանես։ Այսօր ընտանիքս 3 մասի է բաժանված, քաղաքացին այդ խնդիրը չունի, բայց գյուղացին տենց է, բարձով տուն, ուսանող, ոտի հասցնենք, առանց Ռուսաստան գնալ։ Ամենաշատ ուզում եմ, որ մենք մի տեղերն ենք էլ ընտանիքով խմված, այդ է։ Գնում եմ երեխեքի մոտ ստեղես մեկնա, մամա բաչես գանի, նրանք ասում են մի գնայելի մնա, էտա, քաղաքը մի քիչ պետք է քոնդն ունեն ասել, մենք սովոր ենք մերը, մեր տնօրենության տակ մեր եղած, ընդեղ եթե քոնդն ունենաս լավ կեղնի, եթե գնաս ուրիշին նայես, որ 2000 դրամ օրական պետք է տա, դժվար է։ Ժամանակ մի քիչ ըստ մեր մեծերի պատմելու կար իքատակ տարածքը ավելի հարմար են գտել
Մարցիներին լե կանցտե դսեղցիներին։ Ու դրա համար իմ իմացածով Հովանես Թումանյանը մեր մեծ բանաստեղծը այդ գործը կարգավորել է, որ երկու գյուղերի մեջ հաշտություն ակնկվել ու դրա մասին ոչ մի բան չի եղել։ Դե բնակություն ալ է, սա բնակավայր ալ է, որովհետև եթե գերեզմանները կա, պարզ բանա, որ մարդիկ ստեղ ապրել են։ Մենք ունենք մի քիչ հեռու տարածքում մոտքոր գյուղաքաղաք ունենք այդտեղ։ Նաև կարծեմ 5-րդ, 7-րդ դարի պատմություն ունի, ես դրանք մասնագետները, պատմաբանները լավ կիմանան, կանց թե ես։ Բայց բոլոր դեպքերում ինձ հասածի այնտեղ կամուրջի տեղեր կա, որ կարծեմ ասում են 1250 տենց այդ թվերի կառույցը, չգիտեմ, ճանապարհները կա, խաչքարերը կան, բնակավայրերի տեղերը կան, ասենք քայլերը որ պատվել է։ Այստեղ խաղաղություն է։ Այստեղ մարդու համար ամենա երևակայի հանգիստ վայրերից մեկը այստեղ է։ Իրիկունները որ են անասունների ամեն մի անասուն իր ձայնն է հանում, մի քիչ մենք էլ առայժմ անասնապահ ենք, ուրիշ ոչ մի բան։ Անցյալ տարի ինձանից ու մեր տարածքում արջը 7 կով կերավ։ Մի սեզոնում, այ։ Մի հատ ինձանից կերավ, հարևանիցս մի հատ կերավ, լորուտից 5 հատ էր կերել։ Արջի աշխատանքն է գիշերային բանն է, ժամերին է։ Իրա գիտեց հաստանում էլ ասել մեր գեղացիկ։ Ինչու քեզանից չի տանում, ունեցողից է տանում։ Դրա համար էլ դե շատ իրեն գլն որ տենց բան չլի, բայց դե չես կարա էլ։ Հա լեզու չունեն, բայց հասկանում են, բա ոնց չեն հասկանում։ Միանց անունը տալիս են, առաջ են գալի, կայնում են։ Հիմա այս կողի անունը Խասո։ Խասո։ Ոնց եք դնում անունները։ Լենա որ ծնվում են ամեքին մի անուն դնում ենք էլի։ Խասո, Նոնա, Լիլի։ Լեյլի, բա որ մենք կթում ենք, արդեն մեր կովերի խոշատ մենք գիտենք, որ նա խելոք, որ նա չար քացի տալի, տենց էլ ալնում, բա, որ քացի են տալի կաթը թափում, էդ էլ ալնում։ Ամենակարևորը հանգիստ է սլնում այստեղ, խաղ է սլնում։ Աստված չանի հիվանդանանք, բժիշկի կարիք ունենանք։ Թող մեր բժիշկները ողջ լինեն, լավն լինեն, բայց մեր հիվանդի կարիք չունենան։ Եթե սարի ժողովրդին հանգիստ պահեն չեն էլ հիվանդանա։ Հանգիստ պահել ասելը, որ իր արտադրանքը իր սրտով նլի, ամեն ինչ լավը կլի։ Լավ աշուն անում, շատ լավ։ Ամեն տարի լավ աշուն անում, լավ ձմեռ անում։ Չնայած մեկին ասենք, ով որ ցանքսեր անում, ասենք, հացահատիկաց անում, նրա համար պետք է շատ ձուն գալը։ Իսկ ով անասունով ազբաղում, անել պետք չի ձուն գալը։ Դրա համար ամենքի սրտով տալիս է։ Դե ամեն տարի էլ անասնապահի սրտով է, բայց անասնապահն էլ ուզում է, որ հացի սրտովն էլ էլի, մենակ դեպի իրան չտիլել մարդ, պետք է մտածի, որ էնել էլի, որ շատ չնեղվի։ Այս աղբյուրը սառն աղբյուր է կոչվում, բայց մենք կղտարի աղբյուր ենք ասում, կառուցվել է 1962 թվին։ Պատերազմի մասնակից այլել իրանց հայրը, գնացել է չի վերադարձել։ Երկու աղբերը որոշել են այս աղբյուրը սարքեն, շատ լավ աղբյուր է, այն ժամանակ ճանապարհ էս գյուղերի սենց է գնալուց եղել։ Ամեն գնալուց մենք
տաքսի ունեինք, գրուզավիկ ավտո էր։ Այդ տաքսին գալիս էր այստեղ կայնում, իշտնում են մարդիկ ջուրը խմում, լվացում, նորից ճանապարհում։ Ժամանակ դե ձեռով ենք պատտում, երկար ժամանակ էր, բացի այդ դժվար էր, օգնացնող բան էր։ Մի չէ արդեն հարկաստում, ոչ ծարը մենք ձեռով անը, ոչ ստեղ։ Շնացել ասար էլի, դե վերևի սարը մենք կլում ենք քարենջի մոտի։ Պալիտիկայի ցերվամենը չի ցերում մեր գործնանը մենք պարապեմել եմ բաղչամաղչ ենք բեջարը բանանը հենց 9 հատ թոր ունեմ, 4 հատ երեխա ունեմ, մենակ այդ մի բանից եմ դժգոհ, ասել եմ 10 դզեցեք մի նավություն անեմ, մինն էլ մոտիկ չեն գալու։ Ամի չգիտեմ այդ ոստիլից։ Ինչ եք խոստացել։ Հա։ Ինչ եք խոստացել։ Մի հատ լավ ավտո կամ մի հատ լավ մատանի ցեփ, այդ որը կուզե։ Դեին էլ լավ թիվ, բայց ավտոյի խու համար չի, թորան բանա քանակա դա տարբերություն կա, էլի։ Դե մենք այդ մի Ղարաբաղից եկել են, այդ այդքանը չենք կարող, 20 հոգի են ընտանիքան, 12 երեխա են։ Դե մենք չենք կարող այդքան, բայց դե որը 10 հատ թորչ ունենա մարդը։ Իրա կյանքը։ Ոնց էլի մենք յոլա կգնանք, հայն ամեն ձևի յոլա գնացել։ Խաղաղությունը լի ամեն ձևի յոլա կգնա։ Մենք էլ մեր բոլոր հայությունն էլ այդ համոզված են։ Իսկ դու ասես մեր հայերը տեղել են, այդ որ տեղել են, հիմի եթե խաղաղ լինի, ինչ կա, ամեն ինչ կա, խիչ են։ Ոչ բացի խաղաղությունը ոչ մի բան չեմ ուզում։ Համեք է տոր, դա էդ էլ է խաղաղությունը։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի հեղինակած Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդու տարածքը եւ նրա շրջակայքում ապրած մարդիկ 5000 տարի առաջ ուրարտական շրջան, նրանց հավատալիքները, Լոռու Բագրատունի Կյուրիկյան թագավորների, մոնղոլների, սելջուկների, վրացիների, թուրքերի ու պարսիկների արշավանքների շրջան։ Քարայր գրատների, լոռվաքաջերի եւ լեզգիների արշավանքների 150-ամյա դրամատիկ պատմությունները, Լոռու ազնվական տների միջնադարում ծավալված դրամատիկական պատմությունների պղնձի 250 տարվա պատմության մասին, Լոռու բոլշևիկյան ապստամբությունների, Չեզոք գոտու, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարության մանրամասները, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների, կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրումը, գործունեությունը, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմությունները, օգտված է ավելի քան 200 գիտական աշխատություններից ու հոդվածներից, թերթերից, գիտական ամսագրերից։ Գիրքն ունի նաև Ալավերդու եւ տարածաշրջանի հիշարժան տարեթվերի հավելված օգտագործված գրականության ցանկը։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի, Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Երևանի Խանջան փողոցից ձեռք բերելու համար զանգահարել 091 61 29 30 կամ 055 18 47 87 հեռախոսահամարներով։